դատի ընթացքում, որը չէր լուսաբանվում, ամեն դեպքում հետևում էինք, մի քանի անգամ առարկեցիք դատարանի գործողությունների դեմ, ինչ կմանրամասնեք նաև Ընթացակարգային էր, ես հիմա չէ ուզի այս բանը շատ մանրամասն խոսել, եւ ընթացակարգային հարցեր են, սրանք այն հարցերը չեն, որ այսպես հանրային մեծ հետաքրքրության առարկա են, ամեն դեպքում կարևորն այն է, որ մեր դատավարությունը մենք պետք է կամաց հասկանանք, թե մարդիկ պետք է իմանան առաջին դատավարության նոր մոդելը իրենց ինչ է ներկայացնում, առաջին հիմնական հարցեր տվողները պետք է լինեն կողմերը, դատարանի դերը պետք է լինի զուտ լրացական, եւ դատարանը մեր քրեական դատավարությունում չունի ժամանակին հարյուրամյակներ կամ նույնիսկ մի քանի տասնամյակ առաջ ունեցած օբյեկտիվ ճշմարտության բացահայտման գործառույթ։ Հաշվի առնելով հնչեղությունը մենք որոշ դեպքերում մեր իրավունքներից չենք օգտվում, բայց կարծում եմ, երբ որ արդեն որոշակի առումով տեսնում ենք, որ չափազանցված է լինում, ես ինքս այդ ժամանակ եմ միայն միջամտում։ Իմ պատկերացմամբ սա շատ կարևոր է, որ դատարանը չստանձնի չասեմ միայն դատախազի, որևէ կողմի գործառույթ, թեև որոշ դեպքերում մենք անմեղության կանխավարկածից ելնելով կարող է թույլատրել լինի հակառակ կողմի հետ կապված ինչ-որ հարցադրումներ տալը։ Բայց առնվազն փաստ է, որ մեր դատավարությունը չի նախատեսում, որ դատարանը պետք է իրականացնի դատախազության գործառույթ, սա մեկ։ Ես չեմ ուզում կոնկրետացնեմ այս նիստի վրա, ես ընդհանրական դատողություն եմ անում։ Երկրորդը, երբ որ մեղադրանքի կողմի վկա է հարցաքննվում, ուղղորդող հարցեր տալ չի կարելի։ Այդ հասկացությունը մեր մոտ բավարար չափով պարզաբանված չի։ Եվ այստեղ հարցեր կան, ես ընթացակարգային բնույթի առարկություններ հաճախ եմ ներկայացնում, ես չեմ կարծում, որ այս պահին դա այն հարցն է, որ այս կարևոր քաղաքական դատավարությամբ, քաղաքական հետապնդման այս գործով հանրությանը պետք է հետաքրքրի։ Մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, ամեն դեպքում վկայի հարցաքննությունը այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ ընթանում է ընթանում է նորմալի սահմաններում։ Առարկայական բան են ասում վկաները, մի քանի նիստով մենք այստեղ եղել ենք, այսպեսի կոնկրետ փաստ է։ Չի ավարտվել, հարցաքննությունը չի ավարտվել, այդ պատճառով ես ճիշտ չեմ համարում, հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ օգտագործելով մամուլի միջոցները փորձում եմ վկային ինչ-որ ուղերձներ փոխանցել։ Որևէ բան 5 վկա է մնացել եւ կարծում եմ մոտ 2 ամսից իմ հաշվարկով, եթե էքսեսներ չլինեն, մենք գուցե վկաների հարցաքննությունները ավարտենք։